Իսկ պատկերացում կազմեք, թե ինչ տեսակի աշխատանքներ են կատարում հիբրիդ մեքենաների վրա, այսօր որոշել եմ ամբողջ օրվա աշխատանքներից փոքր կտորներ ձեզ ցույց տալ։ Օրինակ, այս Կիան մեզ մոտ եկել էվակուատորով խոտ չեն գնում եւ ի հաջողություն տիրոջ ընդամենը ապահովիչի հարցեր խոտ ենք տվել, մի քիչ կսպասենք, կտեսնենք լուծվել է հարցերը թե չէ։ Այսօրվա առաջի գործը սրանով բացումը արեցինք։ 80 կուզով Քեմրին Գյումրիից էվակուատորով ա եկել, չհասցրեցինք անգամ դիագնոստիկայով կպնենք մեքենային, վախից խոտ ընկավ, տենց դեպքեր էլ ալնում, ասեմ իմանաք, եթե ունեք մեքենաներ նոր բերված, որ խոտ չեն ընկնում, բերեք մի հատ վախացնենք։ Այս Nissan Altima-ն էլ մեզ մոտ եկել է էվակուատորով, այս մեքենան էլ այսօր սարքվեց, պարզվեց կոճի թերությունը եւ կոճի պատճառով այդքան բարդություններ էր առաջացել, փոխեցինք եւ մեքենան կարգավորվեց ու ինքն էլ հիմա կարող է գնալ տուն արդեն։ Իսկ այս Nissan Note-ը վթարից հետո բլոկավորվել էր եւ խոտ չէր ընկնում, դիագնոստիկայով ռեստարտ արեցինք ու արդեն այս մեքենան կաշխատի, մնաց վթարված մասը վերականգնելը։ Չգիտեմ պամպը դրով կարգավորումներ դրած, Այս հրաշք մեքենան հիբրիդ Ford Fusion plug-in հիբրիդ երբեք խնդիրներ չի ունենում, բայց հիմա ունի հովացման համակարգի խնդիր, արդեն խնդիրը լուծված է եւ շուտով այս մեքենան էլ կհավաքենք։ Այսօրվա օրվա վերջակետը դնում ենք այս Prius-ի պոմպի փոխարինմամբ։ Հեսա տեսեք վիճակը ջուր չլնելու պատճառով արդեն փոխարինվել է ու հուսով ենք, որ պոմպը կսկսի նորմալ աշխատել։ Եղան մեքենաներ նաև, որ չհասցրեցինք նկարենք կամ կիսատ պռատ նկարեցինք, բայց ուզում եմ ասեմ, որ եթե ունեք մեքենաներ, հիբրիդ մեքենաներ, որոնք ունեն սպասարկման կարիք, համեցեք մեզ մոտ եւ շատ ենք խնդրում գնահատեք մեր տեսանյութերը, որովհետեւ դա մեզ շատ է ոգևորում։